Տրանսպորտային հաճախակի պատահարները Գյումրիի ամենաբանուկ Սայաթ-Նովա փողոցում ստիպել են տեղի դրամատիկական թատրոնի ու հարակից խանութների աշխատակիցներին այսօր բողոքի ակցիայի դուրս գալ։ Այս անցումի վրա ամեն օր թիկել եք դերակ, վտար ամեն օր մեքենայի տակ վրա էր կամ լուսացույց տրվի կնոպկով, որովհետեւ քաղաքացիները անվտանգ հադեն փողոցը։ Այստեղ ոչ թե զեբրայի հանելու խնդիրն է, այլ ավելի շուտ ինչ որ կարգավորում կամ վերանցումային ինչ որ նախագիծ կամ արգելագող ինչ որ բաներ կամ լուսացույց, ինչ որ հարցի լուծում վերջապես։ Այս շաբաթ միայն 2 վրաերթ է տեղի ունեցել Սայաթ-Նովա փողոցի հետիոտնային անցման հատվածում, որքան էլ տարօրինակ թվա, բայց մարդկանց անվտանգության համար նախատեսված անցումն իրականում ավելի վտանգավոր է, պնդում է ակցիայի նախաձեռնողներից Արամ Գրիգորյանը։ Մարտը բարձրագույն արժեք է ըստ մեր սահմանադրության, իսկ բարձրագույն արժեքը այստեղ 5 րոպե մեկ վտարի է ենթարկվում, վտանգի է ենթարկվում։ Նույնիսկ մենք մանավանդ զեբրա ենք տրել սրա անունը։ Երեկ 2 մանկահասակ երեխաներ էին այստեղ վրաերթի ենթարկվել, նրանք բարեբախտաբար թեթև մարմնական վնասվածքներ էին ստացել։ Մեքենայի ղեկին ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եղբայրն է եղել։ Ակցիայի նախաձեռնողները վստահեցնում էին, ոչ թե վարորդի ով լինելու համար էին ճանապարհը փակել, այլ որ խնդրին հրատապ լուծում տրվի։ Սա գլոբալ խնդիր է։ Երեկվա վարորդը չէր, այլ մեկ այլ վարորդ էր, 5 օր առաջվա վարորդներ, մի ամիս առաջվա վարորդներ ու այսպես շարունակ վարորդներ։ Այսինքն կարևոր չի վարորդնով է, այստեղ պետք է կարևոր լուծում գտնել, որովհետեւ այդ խնդիրները չունենանք մենք։ Գյումրիի այսօրվա ակցիային միացած դրամատիկական թատրոնի աշխատակիցները փաստեցին, հատկապես ներկայացումների օրերին շատ վտանգավոր է դառնում հանդիսատեսի համար թատրոն հասնելը։ Այն օրը էլի մեր երեխան գա մեքենայի տակ, մեկ վեճ չկարելի է այստեղ ինչ որ մի բան ըմտնել, սվետաֆոր տնեն, մարդիկ նորմալ անցնին դառնան, հնարավոր չէ։ Կխնդրենք այդ հարցը բարձրացնեք, թող իմանան ինչ կկատարվի։ Այդպես օր չկար, այստեղ դեպք չեղնի։ Մենք նույնիսկ թատրոնի աշխատողին խփեցին մեքենայի տակ, կոտրված ստացավ, մարդը 2 ամիս հիվանդանոց բարգավ։ Մի քանի դեպքեր եղել է եւ հանդիսատեսի հետ կապված դեպք եւ անցորդի դեպք։ Այսպես կես դուրս կես կատակ ասեմ, որ այստեղից անցնելիս խաչակնքվում ենք, նոր անցնում ենք։ Իսկ մենք չգիտեմ ում ենք դիմում, այսինքն պատգամ մարմիններին եւ խնդրանք դիչում է, որ պարտադիր պիտի դժբախտ դեպք լինի, որ մենք բոլորս մտահոգվենք, պիտի լուծում գտնեն այն մարդիկ, այսինքն մասնագետները, ովքեր իրավասու են եւ կարողանա լուծվի, որովհետեւ ես վստահ եմ շարունակական բնույթ է կրում եւ չեմ կարող միանշանակ ասել, որ այստեղ վարորդներն են մեղավոր կամ հետիոտը, բայց խնդիր կա, որովհետեւ անընդհատ այստեղ լինում են դեպքեր։ Պատահական անցորդներից մեկն էլ մոտեցավ ու պատմեց այդ նույն հատվածում իր հետ տեղի ունեցածը ու լուծում պահանջեց։ Մենք իմանայք սիտուացիան ու այսպես 100 անգամ օրը դեպքեր գիտեմ, որ նաև լետալնի իսխոդ են ունեցել, ուստի մեր ժողովրդի միտքը որն է, որպեսզի սա ինչ որ օպոզիցիոն կամ իշխանական պայքար չէ, սա ուղղակի քաղաքացիների շահերից ձեռնվող բան է։ Հարգելի կառավարություն, խնդրում եմ լուծեք այս հարցը։ Ճանապարհը մոտ 10 րոպե փակ մնաց, տարածք այցելած ոստիկանները լուծում առաջարկեցին։ Կմիջնորդենք հետուտային անցման համար նախատեսված լուսացույց կտեղադրվի։ Դիմումն այսօր արդեն քաղաքապետարան կուղարկեն, որտեղից էլ համայնքային ոստիկանություն, բայց նախկին անպատասխան բողոքներն աչքի առաջ ունենալով մտավախություն ունեին, որ այս անգամ էլ հարցը չի լուծվի։ Հայաստանը ճանապարհային պատահարների տխուր վիճակագրություն ունի, պաշտոնական թվերով անցած տարի գրանցվել է 4314 վթար, զոհվել է 333 մարդ, վիրավորվել ավելի քան 6000-ը, 2023-ին 379 զոհ է եղել։ Ըստ այս վիճակագրության գրեթե ամեն օր Հայաստանում 1 մարդ է զոհվում վթարից։ Չնայած այս հանգամանքին կառավարությունը խնդիրը լուծելու հաստատված ռազմավարություն դեռ չունի։